Աստված ձեզ պահապան։ Իհարկե Տերը օրհնի մենք կարող ենք ասենք ովքեր ուզում են ժողովրդին օգնեն, ժողովրդին հասկացնեն, որպեսզի ճիշտ կողմ որոշվեն, մենք կարող ենք պայմանավորվել, եկեք ասենք թեմա խոսենք, բայց շատ ժամանակ տեսնենք Աստված ինքն է, որ առանց մեր պայմանավորվածության անգամ դա էլ Աստծուց է, իհարկե Աստծով պայմանավորվել, բայց տալիս է այն թեման, որ պետք է մեզ։ Ուրեմն մենք որ տեսնում ենք, անկախ ամեն ինչից մենք կարող ենք նկատել բոլորս ինչ ենք անում, բոլոր մարդկությունը, անկախ ազգությունից, անկախ սեռից, անգամ փոքր երեխաները, որ նայում ես, փոքր է, բայց ինքը այնպես է վարվում, որ իր համար ապահով լինի, չընկնի, ասենք, ինչ-որ բանից, որ վախենում է, հեռու է պահում իրեն, որ չվնասվի, ասենք, մարդու մեջ ապահովվելու, չարիքից հեռու մնալու գիտություն կա, ինչ-որ չափով, իհարկե ոչ ամեն բանում, բայց մարդը գիտակցում է, որ իր համար պետք է լինի ապահով, մի ճանապարհ, որ գնում է, պետք է ապահով անցնի, եթե պատահում եմ շատ է եղել, որ փոքր գետ ունենք, Հրազդան գետը, որ անգամ գետից պետք է անցնենք, տեսնում ես ոմանք մեզ ինֆորմացիա են տալիս, ասում այն քարի վրա ոտքդ չդնես, հեշտ սահող է, քեզ կգցի, այլ ինչ արա, ցույց են տալիս, ինչ է նշանակում, որ մարդը իր ժամանակի մեջ անկախ դրանից դպրոց կոչվի, թե դպրոց չկոչվի, մարդը կրթվում է, գիտություն է ձեռք բերում իր կյանքի ընթացքում։ Երբ որ մենք նայում ենք, այո, Աստված մեզ գիտություն է տալիս։ Ինչու համար, որպեսզի մենք գիտենանք, ճանաչենք մեր շրջապատը, մեր կարիքների դեպքում իմանանք, ինչի վրա հենվենք, ինչպես վարվենք, եթե հոսանք է, ապահովության համար կրթում են, որ զգույշ եղի, այս տարածությունը պահիր կամ այս գործիքով աշխատի, որպեսզի չվնասվես։ Մարդը ուզում է, որպեսզի ինքը ավելի ապահով լինի, մի այսպիսի խոսք կա, քարոզ կա վաղուց, որ վերնագիրը սենց էր, արժեքավորում, ապահովություն և խաղաղություն։ Մինչև մարդը ապահով չլինի, խաղաղություն չի կարող ունենալ, մինչև արժեքավորում չունենա, ամեն մարդ ուզում է արժեքավորվի, ու մենք տեսնում ենք, ամեն մարդ կարծես թե պատրաստ լինի, լսի իր մասին ինչ են ասում, և երբեք չի ուզում վատ ասեն, ամեն մարդ ուզում է ինքը արժեք ունենա, իր մասին լավ ասեն, լավ գնահատական տան, դա բոլոր մարդկանց մոտ է այդպես, բայց սխալը գիտեք որն է, երբ որ մենք սխալ տեղից ենք արժեքավորվում կամ սխալ ապահովություններ ենք ճարում մեզ համար, ոչ իրականում ապահով դետալների վրա ենք հենվում և տեսնում ենք, որ դա ապահովություն չի։ Օրինակ, մինչև որ Սուրբ Գրքի թեմաներին դառնամ, մենք մեր շրջապատում շատ անգամ տեսնում ենք, որ շատ անթիվ մարդիկ ապահովությունը գտնում են հարստության մեջ, փողի մեջ։ Կարծես թե եթե նրանց գումարը լինի, նրանց փողը տեղում լինի, իրենք իրենց երջանիկ զգան և ապահով կլինեն կյանքի տարբեր հատվածներում, պարագաներում։ Մեկ էլ տեսնում ես մարդը հիվանդացել է, անդադ ամեն անգամ նոր մարդկանց եք լսում այդ մասին, ասում են, այս ինչ հիվանդացավ, շատ փող ուներ, բժիշկներն ասում են, ամեն ինչ կանեմ, ինչքան փող ուզեք կտամ, մենակ թե փրկեք։ Ասում են, հնարավոր չի։ Անգամ բժիշկներն ասում են, մենակ բարձր Աստված կարա օգնի։ Փողից չի,
մեր գիտությունից չի, որովհետև գիտությունից բարձր վեր ավելի դժվարություն կա, որ մարդու ուժը չի պատում։ Ու տարբեր հազարավոր դες դեպքեր են եղել, որ մարդիկ չեն կարողանում իրենց համար ապահովություն գտնել։ Մարդիկ էլ կան, երբ որ մտածել են, եղել են եւ հիմա էլ կան, որ հարստության դեպքում ապահով կզգա իրեն, իր ընտանիք իրեն ապահով կզգա եւ այլ եւ այլ։ Ու տեսնում ես, որ շատ փող են հավաքել։ Շատ փող հավաքելով հանդերձ մեկ էլ նկատում են, որ կյանքը անցել է, այնքան շատ փող ունեն, որ հազարավոր տարիներ ապրեն, այդ բավական է իրենց։ Ոսկի, չգիտեմ, թանկարժեք քարեր, այնքան են հարստացել, որ հազարավոր տարիներում չեն կարող այդ փողը ծախսեն։ Բայց կյանքը կարճ է։ Նայում են, թե զորի 70-80 տարեկան ապրեն, մի քիչ արդեն ոչ կներեք ոչ թե ծաղրում են, բայց մեր վիճակն եմ ասում։ Լավ 70-80 էլ անցանք արդեն որպես մի բեր պետք է այստեղ դնեն, մեզ ընդեղ դնեն, դե քանեն, ձեռնից բռնեն մինչև 90-100 տարեկան այդ էլ կյանք չի։ Բայց ինչ են անում մարդիկ։ Տեսնում են կամ գումար ունեն, որի վրա հենվել էին որպես ապահովություն կյանքի, բայց կյանքն է կարճ։ Լավ, հիմա խելքն է հերիքել, թե գողացել է, թե ինչ է արել, կուտակել է, բայց կյանքը չի բավականացնում։ Արդեն մենք տեսնում ենք լուրեր ենք լսում, անդադ ճանաչած մարդու մասին ենք լսում կամ ոչ ճանաչած ասենք անծանոթների փաստերով ցույց են տալիս կամ ասենք չեմ ճանաչում, բայց ցույց են տալիս ինչ որ նկարահանում կա տարբեր բան, տեսնում ենք այս մարդիկ կսկծու գժվում են։ Իրենց կորցնում են։ Որտեղ տեսնում են ինչ որ պետք է իբր կյանքին կուտակել է, բայց կյանք չկա։ Կորսվում են, մահը մոտենում է ամեն օր։ Ինչ անենք, ճար չկա, բժիշկներն են դիմում, լավ դեղամիջոցներ են ման գալիս, չգիտեմ ինչ անենք, որ մեր կյանքը մի քիչ երկար լինի, մի քիչ։ Հալավ զորը դեղերով, մեղերով երկարացրեցին մի քանի տարի էլ։ Բայց դա երջանկություն չի։ Մեկը կար, ոչ թե մեկը, մեկի մասին եմ պատմում։ Հիվանդ էր, դիալիզ պետք է անեին։ Եվ ասում էր գնամ, այստեղի դիալիզներ լավը չեն, գնամ Եվրոպա։ Այնտեղի իբր բժշկություն լավ է, իմ կյանքը երկարացնեն։ Կանչեց իր ընտանիքի ձեռով, գնացի, ասի ինչ ես ուզում եմ խորհուրդ հարցնեմ։ Այստեղ չեն կարող անեն, ասում են գնա Եվրոպա։ Օրինակ գնա Գերմանիա։ Ես կարողություն չունեմ, ընդհանրապես չունեմ, մի տուն ունեմ։ Իհարկե ամուսին ուներ, երեխաներ ուներ։ Ուզում եմ տունս վաճառեմ, գնամ Եվրոպա, որպեսզի իբր թե այնտեղ մի քիչ կյանքս երկարացնեն, լավ։ Գնացի, այդտեղ մի ամիս որ քեզ բուժեն, 2 ամիս բուժեն, իսպար կլավանաս չէ, ասպասային է պես որ անդադ ինչ որ որոշված ժամանակը մեկ պետք է դիալիզը արվի, հրկություն չկա։ Ընդհանրապես պետք է փողը տաս, այդ անելով չթողեն որ մահանամ ապրեմ, բայց որ արեցին դու ամբողջովին քեզ լավ ես զգալու, չի ասма դա ինքն որ չեմ մահանա, բայց այն առողջ վիճակն էլ չի լինելու, որ ոնց որ կար ժամանակին, որ հնի, անցնի, գործի, աշխատանքի, վազվզի կամ ուրախ զվարդի հարսանիքների մասնակցի կամ տարբեր տեղեր, չէ այնքան որ չմեռնեմ։ Ասի լավ,
ծախեցիր տունը, գնացիր, այդտեղ ծախսերն արեցիր, չեմ մտածում, որ շատ երկար տևի քո փողը, ինչքան է քո տունը, մի $20,000, այդ ժամանակներում մի 10 տարի առաջ, այս 20,000 տվի դու քո ամուսինդ գնացիք ամուսինը ասում, բայց ես իրա հետ պետք է գնամ, քուրերն էլ կանեներ են, չէ, մեր քրոջը տարեք, Թքաստան վրա, իրանք իրանց համար տան մեջ նստում են, ասում են Թքաստան վրա, բայց որ ծախի, այդ երեխա թոր, բան, սա մնում են դուսա։ Հերու չեն մտածում։ Ասի լավ, ծախեցի, գնացի Տոմսարակ, բժիշկի փողը տվիք, դեղերի փողը տվեք, վարձով ընդ մի քիչ մնացիք։ Եվ այլ հետո մինչև երբ։ Փողը վերջացավ, կաչ հասցնեն դիակտել բերեն։ Ոնց կլինի։ Դու ինչ անխիղճ մարդ ես։ Մենակ քո մի քանի ամիս ապրելու համար Թքաստան վրա կանի գցեմ փողոցը, բոմբ սարքեմ իմ ընտանիքին։ Խիղճ է որ դու ուզում ես անես։ Մեկը մտածում, բա ինչ անում։ Ասում հանձնի Աստծուն, եթե հավատում ես, շատերը չեն հավատում, մի քանի անգամ ասել եմ այստեղից, որ երկնքում կյանք կա, դրախտ կա, դրախտն էլ ժամանակավոր է, լավ հիշեք, որտեղ ընդեղից դուրս են գալու, ավելի լավ տեղ են գնալու հետո, երբ որ տերը գա։ Այսինքն դուք չեք հավատում, Հիսուսին ընդունի, սիրտը տուր նրան, հիմա Տեր Աստված, դու կարող ես ինձ հրաշքով բժշկել, 10 տարիներ ապրեմ, բայց եթե չբժշկես, գիտեմ տեղափոխում, ոնց ես Տերես պետք է տեղափոխեմ Մոսկվա կամ Վանաձոր կամ այսիշ տեղ վախենաս չէ, բայց չեք վախենում դրախտ գնալուց։ Հավատք չի, բայց մարդը կարծում է հավատացյալ է։ Հավատք նշանակում է հավատում է այն իրականությանը, որի մասին Տերն է պատմել։ Շատ բան մենք չենք տեսել, բայց մարդիկ մեզ պատմեն են, մենք հավատում ենք։ Մի 10-15 օր առաջ մի տեղ էի, ասում մի հատ մեծը հարուստ հիվանդացել է, ասել են բուժում չկա, շատ հարուստ է։ Ասում բժիշկին ասել են, բայց բեր, որ ասում վիրահատ ենք են որ ասում նավշակի։ Ես մարդ խելքով մարդ ալնում։ Ասում բժիշկ, որ ուզում ես ինձ վիրահատես, դու երաշխավորում ես, որ ես առողջանալու եմ։ Ասում չէ, դե որ չեն չի փողս քեզ տամ, մահանամ գոնե երեխեքս այդ փողը վայել են։ Իրանց հոգսերը հոգան, ինչ եմ տալում ձեզ ու գարանտիալ չես տալիս։ Փորձված ենք մենք, ասենց ասենք մարդկությունս, փողը չի կամ ապահովի, մարդու կյանքը, որոշ կյանքի դրվագներում կարող է օգնել, բայց կյանքի ապահովություն չկա փողի մեջ, ոչ մի բանի մեջ չկա, ասենք ես երկրավոր, և ավելի մեծ մի բան ձեզ ներկայացնեմ, հələ տեսեք Տեր Հիսուսի համար հետո ուրիշ իմաստով կնայենք, որ ինչ է գրված, ինչ է արել, Հիսուսը եկել է, որ մեզ ստրփի, եկել է, որ մեզ մաքրի, ազատի մեր մեղքերից, մեղքերի պատասխանատվությունից, որ ասում մեղքերի թողություն, մենք պետք է հասկանանք, ասենք մեղքերի թողություն ինչ է նշանակում, ասենք այդ մեղքերը, որ ինքը վիզ է վերցնի հանի, ասենք դրա համար մենք դատաստան առաջ պետք է կանգնենք, սրբել է սա է, առաջինը, մեղքերի թողությունը սա է, որ պատասխան չպետք է տանք մեր արածների համար, որտեղ նա մուծում է, այն էլ Սուրբ Գիրքը կրկնակի է մուծել, որ քեզ դատաստանի օրը չքաշքշեն, դատելու, պատժելու համար, դրա համար ասում եմ, որովհետև թե սրբողը և թե սրբողները ամենը մեկից են, վերև մեկնում է, բայց շատ երկրավոր չկարդամ, սրբողը Հիսուսն է, սրբողները մենք ենք, ասում եմ, թե սրբողը և թե սրբողները ամենքը մեկից են, Հիսուսն էլ է Աստծուց, մենք էլ ենք Աստծուց, ասում եմ, Աստծով, ձեռով ենք արարվել, Հիսուս Աստծով որդին է, դրա համար ասում եմ, սրբողները մեկից են, ասում այդ Աստծուց են,
Եվ քանի որ մենք Աստծուց ենք թեկուզ մեղավոր, թեկուզ մեղանչած, բայց Հիսուսը ինչ ասում, Աստծո խոսքը ինչ ասում, դրա համար էլ ասում է, քանի որ ինքն էլ է Աստծուց, սրբողներն են Աստծուց, ասում է այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել, ուրիշտեղ եղբայրներ եւ քույրեր։ Եվ ասում է եղբայրները դա ընդհանուր մի կոչում է մարդկության համար, չի նշանակում կանայք դուրս են մնալու, չէ։ Ասում է իմ տղաներ եւ աղջիկեր կլինեք։ Դա ասում է թեկուզ մեղավոր են, հանցավոր են, բայց Տերը մտածել է սրբի, մաքրի, դատաստանից ազատի, ամոթ չի համարում։ Շատ ժամանակ մենք ինչ ենք անում, անգամ հարազատ մեր, որ մեղավոր կոչվի, որ մի վատ բան արած լինի, խոստովան ենք, շատ ժամանակ հեռու ենք մեզ պահում, չիմանան իմ հորեղբորդ տղենա, չիմանան քուրսա, չիմանան աղբերսա, չիմանան մերսա, չիմանան երեսա, փախուստ ենք տալիս այն մարդկանցից, ում անունը փչացել է ինչ-որ պատճառով, բայց Հիսուսը փչացած մարդկության ամոթ չի համարում, ուզում եմ օգնեմ, փրկել, պատկերացնում մեր ու իր տարբերությունը, խիղճը իր, սերը, ուզում եմ փրկել, ամոթ չեմ համարում, մեր նման չի, որ ասենք, այ մարդ հեռու տարեք, չաս եկել ձեզ բարեկամա, չէ, տենց արել ենք, թե չէ շատ ժամանակ, թո չիմանան էլ մերոնցից հա, այ մարդ, խայտարակ անում, այնքան ենք խայտարակ արել Տեր Հիսուսին, այդ մեր վատությունից հետո վիզա վերցե, որ մեզ ների, բարություն անի, ազատագրի, սրբի, պատկերացնում եք, բայց հետաքրքիրը որ պահն է, ուզում եմ սա ցույց տամ, դրա համար ասում է ամոթ չի համարում եղբայր կոչել, որովհետև գրված է, ասում է Տիրոջ խոսքն են կրկնում, այստեղ, որովհետև գրված ասում է, կպատմեմ քո անունը իմ եղբայրներին, Հիսուսը Հայր Աստծուն ասում, քո անունը կպատմեմ իմ եղբայրներին, ասեք այդ փրկվողներին, ժողովրդի մեջ կօրհնեմ քեզ, Հիսուսն է ասում, Հայր Աստծուն, եւ դարձալ թե ես հույս կդնեմ նրա վրա եւ դարձալ, ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստված տվեց ինձ։ Հույս կդնեմ Աստծո վրա եւ ասում է, ահա ես եւ իմ մանուկները, իմ երեխաները, որոնց Աստված տվեց ինձ։ Սրբվողներին է ասում, որոնք իրեն են հարել, իր վրա են հենվել։ Եվ ինչ ասում շարունակությունը, ասում է, արդ որովհետև մանկուքը, ասում երեխաները, Արունի և մարմնի մասնակից եղան, ունեցան մի մարմին, որ Արուն և մարմին, ասիկը միս ու Արուն ունեն։ Ասում է, ինքնը շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատեն նրանց, որ մահի վախովն իրենց կյանքի բոլոր օրի մեջ ծառայության մեջ բռնված էին։ Եվ ասում եմ, որովհետև բնավ հրեշտակներին ձեռքը չի տալիս Աստված այս փրկության գործը, այլ Աբրահամի սերունդին, այսինքն հրեշտակները մեր մարմնի ձև արունից չունեն։ Բայց Աստված Հիսուսին հանձնեց, որը կարողացավ նմանվել մեզ, միս ու արունով գա երկիր եւ մնա մաքուր, սուրբ, անարատ եւ դառնա սուրբ զոհ։ Հրեշտակները մեզանից չեն։ Մերոնք են, բայց մեզանից չեն։ Մեր բնությունից չեն։ Մեր սերունդից չեն։ Բայց Հիսուսը եկավ մի դիրք ընդունեց, մի վիճակ ընդունեց, որ դառնա մարդու որդի, մեզանից դառնա, որ իր մահով կարողանա մահի իշխանություն ունեցողն, ասենք սատանայի գործերը խափանի, որ մեզ ազատի այդ դժվարությունից։ Ուշադրություն դարձեք, սա է գլխավորը։ Եվ արդեն եղբայրը, քանի որ կարդաց այդ հատվածը, ուզում եմ մի թռուցիկ նորից կարդան, ասում է, եւ դուք որ մեռած եք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանի պես եւ այս հոգու, այն հոգու, ասենք դևերի, որոնք ներգործում են
ապստամության որդիների մեջ եւ բարկության որդիներ են։ Ուշադրություն դարձեք։ Տարբեր տեղեր կարող եմ բերել վկայությունը, բայց երկու տեղ արդեն բերեցի, Աստված ասում է 2-3 վկայությունով ամեն ինչ պետք է հաստատվի։ Սատանան իշխում էր մարդուն եւ մահ էր դրել նրանց վրա, մահվան իշխանություն ուներ, բայց Տերը եկավ հաղթեց սատանան եւ մահվան իշխանությունից ազատեց մեզ։ Ճիշտ է, ֆիզիկապես մարդը մեռնում է, բայց մահը նրանց վրա իշխանություն չունի։ Որտեղ նրանք աստծունն են, ոչ մահվան իշխանության տակ եղողները դժոխք եւ կրակից ինչ պետք է գնան։ Իսկ Հիսուսը մեզ ազատել է դժոխքից էլ կրակի լճից էլ։ Ֆիզիկական մարմինը պետք է անցնի ըստ գրվածքի եւ հագնեն այն մարմինը, որը հիմա Հիսուս ունի, երկնային մարմին, որը չի ազդվում ոչ հիվանդություններից, ոչ չարիքներից եւ այլ, չի մահանում հավիտյան։ Տերը մեզ համար պատրաստել է այդ օրհնյալ վիճակը։ Ոմանք ասում են, բայց չենք հոգնի, որ միշտ ապրենք։ Դες մեղավոր աշխարհի մեջ հիվանդանում ես, անգամ այդ հիվանդ վիճակով չես մեռնես, բայց լավ վիճակով ո՞նց կզզվես։ Հա ուզում ես ապրես։ Այն որ մենք ասում ենք, ախր ուզում ենք ապրենք։ Ապրի, քեզ ապրեն։ Կարաս դե ապրի։ Մենք ասես չեմ կարող ապրեմ, ախպեր։ Հիվանդ ասում չեմ կարող ապրեմ։ Չես կարող ապրես, մեռի։ Այդ ուրիշ ինչ պետք է անես։ Դրա համար մենք գիտենք, որ մահ, ֆիզիկական մահ կա եւ հոգեոր մահ կա։ Գոնե հոգեոր մահից բրծի Հիսուսին դիմի, Հիսուսին հարի, Հիսուսին ապավինի, Հիսուսին հենվի։ Եվ շատ բան չասեմ, հենց այսքան շատ դժվարություններ կան, որոնց մասին դուք չգիտեք, բայց հենց երկու հայտնի դժվարություն։ Մարդկության թշնամին է սատանան, մարդկության չարիքն է մահը։ Ինչ ուզում ես արա, բժիշկներն են մեռնում, հարուստներն են մեռնում, թագավորներն են, տարբեր իշխանություն ունեցողներն են, մեկը չի կարող մահվան դեմ, որ ասում են լպրտա, շարժվի, չկա այդպես մեկը, ամբողջ մարդկության պատմության մեջ, բայց եղավ մեկը միայն մարդ, Հիսուս Քրիստոս, մարդու որդի, ինքը հոգու կոմանը Աստծո որդի էր, մարդու կոմանը մարդու որդի էր, մարդկության ամբողջ ցեղի մեջ, պատմության մեջ մեկ հոգի գտնվեց, որը չմեղանչեց։ Պատկերացրեք, անգամ Ադամը, արդար տեղը, սուրբ տեղը չկարողացավ դիմանալ սատանայի խաղերին։ Անմահական Ադամը ենթարկվեց այդ ստերին ու ինչ արեց։ Մահը բերեց իր վրա եւ վարակեց իր ամբողջ սերունդը։ Ժառանգական։ Մահը գալիս է բոլորի վրա։ Այսինքն չի եղել մեկը, որ պայքարի սատանայի հետ եւ հաղթի։ Միայն մեկն է։ Մատթեոսի 4 գլխում գրված է։ Ասում է, երբ որ Հիսուս արդեն եկավ, որ պետք է գործեր, ասում է հոգուցը անապատ տարվեց սատանայից փորձվելու։ Շատ մարդիկ ասում են, բայց ինչ է Սուրբ Հոգին։ Հիսուսին տարավ, ոնց ասած դեմ արդեմ գցի սատանայի տարած չասեմ ձեռը, հա, ասենց ասած, որ փորձվի, որտեղ նա եկել էր պատերազմի։ Եթե մենք մեկի հետ, ասենց ասած, հայկականացված բառ ասեմ, բարբայա կպնամ, հա, պարտվում է, վերջ մեկ պետք է գա նրանց պարտության մատնողի հետ մարդն չի և հաղթի, Հիսուս հենց հատուկ եկել է, որ այդ պատերազմը անի ազատագրման հետ կապված, թե չէ որ հենց կար առանց այդ սատանայի հետ մարտնչելու, ասել ես եկել եմ ձեզ փրկելու,
Սատանան ասեց, հələ սպասի, էլի դու ինձ հաղթել ես, որ իմ ձեռից դրանց փրկես։ Դրանք իմն են։ Չէ՞։ Եվ ասած թվում ոնց են մարդիկ ապրում։ Հիմա ապրում է շատ ժանակ մարդիկ ապրում են ու չեն հասկանում, որ կապանքի մեջ են։ Բայց երբ որ գալիս պահը, որ մի հատ ազատ քայլ պետք է անեն, տեսնում եք, չէ, չի ստացվում։ Կապված են ինչ-որ բանից, եւ դա մահվան կապանքներն են եւ սատանայի կապանքներն են։ Հələ մի հատ ինձ ազատի նոր ասա կապրեք։ Դա համար հենց առաջին քայլը Տեր Հիսուսի որ իր գործը սկսեց, հենց առաջին քայլը մկրտությունից հետո հենց սատանայի հետ պայքարեց։ Նոր եկավ մարդկանց մեղքերի թողության մասին խոսա եւ մնացած գործերի մասին խոսի։ Եվ հաղթությունը ինչպես հաղթել։ Սարերի ետևում չի, երկնքում չի, երկերի անդունդում չի, մեր առջև դրված է գրքով։ Ինչպես օրինակ ցույց տվեց Հիսուսը, կարող էր տարբեր ձևերը տեսնում էին սատանայական ուժերը, ընկնում էին Հիսուսի ոտքերը։ Բայց Հիսուսը դիտմամբ Աստված թույլ տվեց, որ Հիսուսը մեզ օրինակ ծառայի։ Ինչով էր ուզում գայթակղեցնել Հիսուսին։ Մի բան, որ ամբողջ մարդկությանը գայթակղում է, հարստությունով։ Այսօր շատերն են, որ ուրիշի հարստություն տենում են, շշկռվում են, իրաց տունն են մոռանում։ Հա, ինչ հարուստ է, ինչ կամ ունի, ինչ ունի։ Մոռանա, որ հասցե ունի, տուն ունի, տեղ ունի։ Այդքան մամոնային տրված են։ Փառք կտամ քեզ, որ մարդիկ փառասեր են ուզում են երկրի վրա երևելի մեկը դառնան։ Այսինքն ինչով մարդը խափնվում է, այդ փորձները հենց սկզբից սոված ես, ասա քարերը հաց լինեն, այդ մարդկության առջև դրված խնդիրն է։ Այն սամարեցի կինն էլ ասեց, «Ըլին ծառավորի ծառավեմ չգամ այստեղից ջուր կրեմ»։ Բա Երանինս մի հատ բան աներ, հեշտ հացը գար, ջուրը գար, շորը գար։ Բայց Տերը հաղթեց, բայց ինչպես գրված է, ասենց ասած Աստվածաշունչը ձեռքին, կարծես գրվածքին է նայում, ամեն փորձան մեջ նայում է, այստեղ ինչ ասում գրվածքը, այստեղ ինչ ասում գրվածքը, այս պատերազմի մեջ ինչ ասում գրվածքը, ես այդտենց արեմ։ Եվ տենց արես, մեզ ցույց տվեց, ինչպես պայքարես քո թշնամու դեմ, քո հոգու թշնամու դեմ, կորուստ ցանկացող դեմ, նա իրական է։ Շատ ժամանակ, երբ որ ես նոր էի, նոր էլ չէի, անգամ ասում էլի նոր կարելի ասել, մի 5-6 տարվա հավատացյալ էի, մի պահ մտքովս անցավ։ Այմա կարող այս բաները սուտ լինեն։ Այնքան որ գրածա, գնա հավատա Աստված կա, սատանա կա, էսա, այնա, բա որ հանկարծ կյանքս տվեց ես ճանապարհին, անցավ, եկա վախճանել, հետ չեմ կարա բերեմ իմ կյանքը։ Ու պարզվում է, որ դες բաներ չկան։ Էցան ինչ եմ անելու, մեկ գժվելու բան։ Պետք է ասեմ, ոնց հավատացի այդ վկայություններին։ Այդ մտածում եք, էսա շփթփ, որ ասում թք դուրցեցում են, ինչ այլ է, արի, միլասածարի, միլասած տանկին ամուսին տուն չկանչելա, ասում տղես մտել է սենյակ, մեկ է տեսնում, սև շորերով մեկ է կանգնացա, արդեն ներվում է, ինչ է դա, մարդ չի, դիվական աշխարհից մեկն է, ասում ենք վախս որ գորմես, անհետանում է, մարդ չի որ դռնով դուրս գա, լուսամուտով դուրս գա, անհետանում է, որտեղ իր համար պատերը բան չեն, էլի ասեք, ֆիզիկական չի ինքը։ Արի, մի հատ խնդրում ենք, արի Աստծուն աղոթք արա, որ մեր տնից հեռանա։ Մտածում ասում, լավ, ոստանքերը հավատացյալ չեն, բան չի տեսան, ինչ է երևաց իրանց աչքին։ Իրանք, լավ, հավատացյալները ասում են, իրանք դիտմամբ, խափում են, ուզում են, գլուխը լցեն, որոնց խումբը շատացնեն, բայց այս ընտանիքը ինչ խումբ է ուզում շատացնել իր համար։ Կարևոր չի ինչա տեսե։ Չար,
ուժատես է, թե բարի, բայց հարցը էս է, այդ երեխեն ասացը 15 տարեկան, այսինքն ինչ ունի դրա մեջ, շա որ գա խափի, ու այդ առաջին դեպքը չի, ենք համահել է, ես ինքս եմ հետո տեսե, իհարկե նման մաներ, շատ մարդիկ վկայում են, որ տեսել են, ինչ շա ունեն այդ մարդիկ, որ գան վկայեն, որ հոգևոր աշխարհ գոյություն ունի, թեկուզ չար ոգի կամ բարի հրեշտակ։ Նրանց ստեղծողը Աստված է, որ ոչ մեկ չի կարող տեսնել, մեծ է, շատ մեծ է։ Ամեն ուրեք է, դու չես կարող այդպես մեծություն տեսնես։ Դրա համար Աստծո էակներից մեկը, անձերից մեկը, Աստված մեկ է եռամիասնությունով։ Մեկ Աստված է երեք անձով, ասել ենք դա արդեն։ Անձերից մեկը եկավ տեսանելի կերպով մեզ երևաց։ Անգամ հայտնությունը, որ Հովհաննես տեսնում ասում է, տեսա Աստծո աթոռը սկզբից եւ մի փառք կա աթոռի վրա։ Ինչ-որ մեկը կա նստած, բայց նա չի տեսնում։ Բայց ինչ է տեսնում։ Աթոռի մեջ, այսինքն բասկաթոռի մեջ Հիսուսն է մենակ։ Ոչ Սուրբ Հոգին է երևում, ոչ Հայր Աստված է երևում, բայց այնտեղ են։ Բայց քանի որ Հիսուսը տեսանելի կերպարանք է ընդունել, միայն ամբողջ երկինքը Հիսուս է տեսնում Աստծո գահին նստած։ Աստծո թագավորական գահին նստած։ Ուրեմն ինչ է պատմում։ Ողջ մարդկության պատմության մեջ շատ Աստված թույլ տվեց, որ բազում մարդիկ ծնվեն, մահանան, որպեսզի չլինի, թե գուցե մեկը լինի, դե գուցե արեք։ Միայն մեկը գտնվեց, որ քո թշնամու հետ պատերազմի եւ հաղթի։ Սատանային հաղթի ու մահին էլ հաղթի։ Մահացավ, մահին ոտի տակ թողեց, հելավ դուրս, հարություն առավ։ Հենց առաջինը սատանային հաղթեց, վերջում էլ մահին հաղթեց։ Շատ բաներ կա, ուղղակի ես չեմ ուզում դրանց մասին խոսեմ։ Այնքան դժվարություն ունենք անսահման, բայց ամենաառաջին մեծ դժվարությունները, որ երևում են, սատանական ուժերն է, սատանան է եւ մահն է։ Եվ ինչ արեց։ Աստված ազատում է մարդուն։ Հիմա գանք մեր խելքին։ Չեմ ուզում արդեն կարդամ ժամանակի համար, Ղուկասի 14-րդ գլխում գրված է, Տերը ասում է, պետք է քո ամեն ինչքերից հրաժարվես, ինձ գաս։ Մնացած, ասենք ինչու, ոչ թե մենակ ես ուրիշը չէ։ Մենք շատ ժամանակ հենվում ենք շատ բաների վրա, բայց խաբված ենք դուրս գալիս։ Ասում որ խեղդվում է մարդը, անգամ փրփուրներից է կախվում։ Որի փրփրկիվի, բայց դա փրկություն չի։ Այսօր դուք տեսնում եք ջրեղեղները հեռուստացույցով, չէ՞ շատ երկրում ջրեղեղ է։ Մարդիկ այդ պահի մեջ մատ հենարան են ման գալիս, որ մի ապահով տեղ են ման գալիս, որ այդ ջրեղեղ իրան չքշի։ Ոմանք տանիքների վրա են բարձրանում, մեկը տեսա տունը փլվեց։ Քանդեց հիմքը ջուրը։ Կամ երկրաշարժը մարդկանց կրթում են, գիտություն են տալիս, որպեսզի ապահով տեղեր ընտրեն։ Հիսուսն մեզ կրթում է, Աստվածաշունչը մեզ կրթում է, որ մենք ապահով տեղը գտնենք։ Կյանքի պայքարում։ Հիմա նայեք, եթե բոլորը պարտվել են մահից եւ սատանայից, մեկ հոգի է հաղթել։ Սովորական բան է, երկար մտածել պետք չի։ Եթե մի քիչ գոնե ուղեղներ շարժենք, այն մարդ նրա հետ լինենք, ով որ հաղթեց մեր թշնամուն։ Նա է մեզ համար ամենաապահով հենարանը, ուրիշ հենարան չկա, ոչ փողը նոր պատմեցի, շատերը գիտեն կյանքի հենարանը փողն է, ոսկին է, պաշտոնավոր մարդն է, մեկը տեսնել եմ այս մարդ, իր հարազատներից մեկը բարձրացել է, ասենք, մեծ Հայաստանի մեծ պաշտոն է զբաղեցրել, չեմ ուզում էլ ասեմ, որ պաշտոնը, որ ասեմ կիմանանք անգամ ով է, անգամ եղել է, որ նրա տեղ եմ գնացել, մեկը տեսնում ես,
անգամ այդ տամոժնում կամ ասենք ոստիկանների մոտ ինքը որ կանգնեցնում են իր մեքենան տալիս է որ մի քիչ ուշանում եք ասում ազգանունը ձեզ բան չի ուշում նայում են կներեք տալիս են գնա ասենք որ ասում քարա ճղեմ այդ ազգանունը բայց մեռավ այս մարդիկ մնացին անհենարան գնաց ապահովություն չի կյանքի համար մի քան տարի ինչ որ հարցերում տեր կանգնեց բայց մշտական չի հավիտենական չի սատանայի դեմ չի մահվան դեմ չի նրա այդ օգնությունը ես որ նոր էի ապաշխարել 70-ական թվականներին մի թաղում է լավ ինձ պատմեցին Չարենցանում մի երիտասարդ ինձանց մի 2 տարի մեծ մի 26-27 տարեկան տա էր մահացել պատմեցին իհարկե հետաքրքիր ցած մասին հավատացել է հենց թողել է ո՞նց է թողել ասաց քերին բարձր պաշտոն ուներ եկել այդ տղային չես ընկել անխելքների խելքին արի գնանք այնպես գործտամ քեզ որ ուսա փողին փող չասես հիվանդան ասել այնպես ընկերներ ունեն բժիշկներ ունեն որ ցանկացած հիվանդությունից քեզ կբուժեն այն որ ասում խայծը կուլ տվեց գնաց մի գործեր դրել այն որ ասում չեր հասցնում օրական փողերը հաշվել իրականության մեջ մի քանի տարի դենց ապրավ ուրախացավ քերի ջան քանի քերի գա շոկոլադ պետք է ուտի փող հաշվի վերջը մեկն հիվանդացավ քերնել ընդ հիվանդացավ քերուն տան Մոսկվա որ բուժեն միանում ասում այսօր ստեղ ամեն ինչ արեցին բուժում չկար ասում տանը բարեկամներ հավաքված հայոյում էր քերու անունին ասում քեզ կփրկե բժիշկներ կան ամեն ինչ կանեն դու չես մեռնի արի ինձ փրկի մեռնում եմ քերներ դեր աղաղակը որ ինձ փրկեք փող կտամ ես կտամ փրկեք միլիոններ ուներ երկուսն մեռան համարյա իրար հետ սուտ խոստում սուտ հենարան հենց ապացույց ով է հաղթել մահին ով է հաղթել սատանային միայն Հիսուսը ես մի շատ խելք պետք չէ ինֆորմացիա եմ ես պետք եւ մտածել ինչ անեմ իմ կյանքը ապահովելու համար ինձ գցեմ Հիսուսի փեշը Հիսուսի ձեռների մեջ փոքր մեկն է երևում այնքան են Հիսուս Քրիստոս ասել այս անունը հասարակ է դարձել շատերի համար չեն հասկանում այդ արժեքը մինչ անգամ երկրների մեջ էլ ինչ Հիսուս ձևական մի հատ Հիսուսի խաչու նկար կկախեն բայց իրանց համար փառավորները իրենց ազգային հերոսներն են գիտնականներն են ես միշտ բայց ուր են դրանք ասում մեկը գոված բարեկամի ուսս մեծ մարդ է ես ինչ այլ է ասում մեկ էլ տղեն ասես բա հիմա ուր է պապ այդ մարդը նոր կողից աշխատանքային գաղութում չփրկվեց ինչքան էլ լավ մարդ է ուր է ինքը ամենայն դեպս ընդհանուր իմ խոսքի իմաստը սա էր որ մենք պետք է ապահով հենարան ունենանք շատ հարցում կարող ենք ունենալ տարբեր այս երկրավոր գործերի մեջ ապահով լինենք, ապահով դիրքեր բռնենք, ապահով վիճակ ընդունենք, բայց հարցը երբ որ գա կյանքի հարցին չկա այդպես մեկը որ դու ապահով զգաս քեզ միայն Հիսուսի մոտ նրա ով հաղթել է չարին ով հաղթել է մահին
Շատ ժամանակ մեկ է տեսնում ես, այն որ Ասկ Ռոստամի մասին Ֆիրդուսին բանա գրեն, ֆիլմ են հանե, իբր թե հաղթմեր սատանային, շատ ուժեղ էր, շատ իմաստներ, սատանան ընդամենը մի հատ աղջիկ բերեց, խաբեց գործ անեց։ Մի հատ աղջիկով, մի հատ թեմինայով տենց ասաց, հա։ Էս չէր քո մարդկային իմաստությունը, բայց Ֆիրդուսին Ռոստամի մեջ նկարագրել է մարդկության ողջ իմաստությունը, ողջ զորությունը։ Մենակ բանակները հաղթեմ, քան մի երկիր կործանի մենակ եկամ ուժեղա։ Իմաստությանը չափ չկա, չգիտեմ ինչա, բայց մի հատ աղջիկ ցույց տվեց սատանան այն պարավի կերպարանքով։ Ռոստամը գժվա, խելքը թռչրեց, հիշեցեք դրա մասին էր մտածում։ Ու դրանով էր ինքը իր որ ասում քոքը կդրեց, սերունդը վերջացրեց։ Էս չենք մենք։ Բոլորս հավաքվենք, բոլորին ամենալավ իմաստը լցենք մեկի գլխի մեջ, եթե կարելի է։ Ու թողեք դենա կարա հաղթի սատանային կամ մահին։ Մեկ է տենում ես մենք որ փոքրիկ ասում ենք, էս ինչ մարդը որ մեծ գործ արեց 50 քան տարեկան մահացավ։ Մենք երեխա լինելով չենք հասկանում շատ բան, ասում ենք, այ մարդ, եթե 50 քան տարեկան ինչև այդքան մեծ գործ արեց, բա որ շատ ապրեր ինչ էր անում։ Մեկ էլ իմացանք, որ ինքը ինչի է մեռը, էպիլեպսիկա դառը, հետո ես ինչ արեմ մեռելա։ Ժամանակ ուներ, բայց խելքը արգելվեց։ Հենց որ երկար կյանքն է չի փրկում, որ իբր թե այդ խելքը շատանա, հաստի, ամեն ինչ լուծի, չէ։ Մեծանում խելքը թռցնում են շատ մարդիկ։ Հիշողությունը գնում է, որ հիշողությունը գնաց, խելքը գնաց։ Չես հիշում ինչը ոնց պետք է անեիր։ Ժամանակ Երանի են մարդու, որ հիշողությունը գլխին կմեռնի, այս աշխարհից կեթա, խայտարակ չի լինի։ Այս բաներ են խոսում, որ զարմանում չես հավատում, էսի այն մարդն է, որ ասես թարսուշի տակ խոսում է։ Դե ձեզ պահին։ Ուրեմն կոչը սա է, որ այո, շատ գիտես, ոմանք սա քիչ գիտենք, նշանակություն չունի։ Կյանքիդ ապահովը, այսինքն շատ ժանակ ասում են, արի ապահովագրել, կյանքի ապահովագրություն, ես շատ կյանքի ապահովագրություն, որ սամալյոտն ընկա մեռա, ինչ կյանքիս ապահովագրությունը որն է, այնքան որ փող եմ պոկում։ Դե թռիչքից ասում, այսքան էլ ավել ես մուծամ, տոմսի մեջ կյանքի ապահովագրություն, այսինքն մի, ասենք 10,000 դրամ ավել են վերցե, կամ 5,000 դրամ, հա, դե որ հարց եմ, ասենք ինքնաթիռ ընկա մեռա, այդ 5,000 ավել մուծել ես, ինչ անձի օգնելու, ասում քո ընտանիքին կտամ, դե չէ ընտանիքին սպասում այդ 5,000 դրամին։ Որ խափում են, փողը տանում են։ Համար ուրիշ բան ապահովագրեք, կյանքը ձեր ձեռի մեջ է, դուք ով եք, մեկ ելնից ձեր կյանքը ապահովագրի, դուք ով եք, որ մարդու կյանք եք ապահովագրում, կարակ պահեք, կարող եք փրկել մարդուն մահից, չէ, բա էլ ինչ եք ապահովագրում, կոշիկները թե շալվարը, որ ընկապ տակ տանը, մեր ապահով հենարանը Հիսուս Քրիստոսն է իրականության մեջ, հավատացողը ընդունում է այդ ապահովությունը, չհավատացող կորցնում է իր հնարավորությունը։ Հիմա պատկերացրեք, որ մենք միտեղ ենք գնում, ճանապարհը վատ է այս կողմը, այն կողմը լավ է, մեկը մեզ ինֆորմացիա տալիս, այս կողմով գնա, այն կողմը փակ է, չեմ հավատում, գնում եմ, տուպիկի մեջ, պրոբկի մեջ, Համար ոչ չհավատացի, ոչ հիմա էսա, ասում են Հիսուսն է ապահովությունը, չհավատաս, գնաս ուրիշ տեղ ու կտենաս իշկան դե, որ գարանցիա չկա, ապահովագրություն չկա։ Մուսուլմանների հետ խոսում եմ, ասում լավ, ինչն է ձեր ապահովությունը։ Դուք ապահովված եք, հավատք ունեք, ես չեմ անարգում ձեր հավատքը, բայց ստուգ եք, հավատք ունեք, մղումներ ունեք,
ապագատ ոնց ալնելու դու կարակելի չես իշնելու, թե երկինք ես գնալու, ասում դե չգիտեմ, ասում ինչի չգիտես, ասում դե այդ օրը պետք է գան, իբր թե մեր գործը սենց կշեղքի կդնեն, դենա որ նժարնա ծանր, եթե բարի գործս ծանրելան կփրկվեմ, չար գործս տան, հիմա ասում դե իմիք ոնց կանցն, ասում նստի գրի, ամեն օր, քո չար մտքերն են շատ, չար գործետ են շատ է բարին, արդեն մի սպասի վերջին օրվան, արդեն դուք իմանաս ուր ես գնալու, կամ մի մեղք ադամի աշխարհը կործանել, դու շատ մեղք ես գործել, ուզում ես կշերքով փրկվես, այդ ինչ սուտ, գաղափարա, մի մեղք է կարող աշխարհ կործանել, քո բազում մեղքերը ոնց կշերքի դրես, իբր թե մեկին հաց ես տվել, մեկի ձեռներ բռնել ես ճամփեն ես անցկացրել, այդ դրեցի կշերքի մեղքի հետ զրո է լավ, հա? Սուտ ապահովագրություն։ Հնդիկները գիտեք, այդ ֆիլմերը որ հանում են նայել եմ ժան, ասում գիտեք ոնց մեղքը կթողի, որ ես ընկնում ես մորդ ոտերը, խոնարհում ես մեղքը ջնջվավ, դրա համար ֆիլմերի մեջ շատ ժամանակ այդ պահը կա, հանդիստանք մեղքը թողած մարդիկ են ես դերասանները, մեծերի առաջ ոնց են խոնարհվում, այն մարդը որ կոշիկները լվակ ջուրը խմի, ինչ ուզում ես արա, թողություն չկա, հատություն պետք է լինի, Հիսուսը մեր մեղքերի պատիժը վերցրեց, եթե մեքենա ջարդում են, դու չես կարող ասել, ես ներում եմ, ասում Պետրոս շամդել գնա, ես ներում եմ, դու ավտո ջարդած վեկա գնա, դու ես, որ ինձ ներես, հատությունը դուր, նոր իրան ազատ իմ ձեռից, չէ թոփողս տա, օրինակ եմ ասում, մեկ էլ տեսմես ուրիշ ձև են, բայց Հիսուսը եկավ մեղքի վարձքը մուծեց, հավիտենական անձը եկավ, որ մահ չուներ, մահը ճաշակեց, տանջվեց, արուն թափեց, որտեղ հին ուխտի ստվեր ուխտի մեջ, ասում էր, առանց արյան թողություն չկա, և Հիսուսը խոսում է Հայր Աստծո հետ, գրված եբրայեցիների գրքում և մարգաների մեջ, այդ խոսքը Աստվածուցատով, որ Հիսուսը ինչ է խոսում հորդ, ասում դու զոհեր, նոխազներ, ցուլեր, դրանց անունը չուզեցիր, ասում ինձ համար մարմին պատրաստեցիր, ահա գալիս եմ քո կամքը կատարելու ով Աստված, ասիկ ես ոչ թե ցուլ ու գառու, ես իմ աքլոր եմ բերելու, զոհեմ ասեմ, այս ժողովրդի մեղքերների չէ, իմ կյանքն եմ դնելու, իմ մահով իրանց մահը պետք է ջնջեմ, իմ կյանքով իրանց մեղքերը պետք է ջնջեմ, մեղքի վարձքը մահն է ասում, Հիսուսը պետք է մահանար, չմահանար մեղքերի թողություն չէր լինի, դրա համար շատ են ասում են, Աստծո որդի է, դե չթողեր մահանա, Աստված կարող է չթողել մահանա, բայց քո մեղքերը ոնց է թողվելու, եթե ինքը չմահանար, դրա համար մեղքի վարձքը մահն է, դրա համար նա մահը ճաշակեց, մեռավ մեղքի համար, մեղքի պատճառով, բայց ոչ իր մեղքերի, մեր մեղքերի համար մեռավ, նորից կոչ եմ անում ու աղոթք անենք, հենվիր Հիսուսի վրա, Սատանային դու կհաղթես, թե չէ սատանան այսօր գիտեմ, այնքան են գալիս մոտս չեք պատկասում մարդիկ, տարբեր ձևի, մեկին երազում այրև, մեկին իսկական այրև, մեկին մտքերի վրա գործում, մեկին են հենց պարկման նստում սկսում խեղտել, շունչը կդրել, տարբեր անուններ են դնում, չեն իմանում սատանանը, կամ դևերն են, այնքան մեծ զորությունն Հիսուսանը, ես ինձանից ոչ մի բան եմ հոգևոր աշխարհի հետ պայքարեմ, մարդ դևերի հետ պայքարես, ինչ է, բայց որ տիրոջ բաժինն եմ, շատ է եղել, որ տեսել եմ էլ, տեսիլքով էլ, ոչ թե միայն ես պատկերացնում, դևերի նիսյանով սասնում, փախնում են, իդ անունից փախնում են, բայց դա իմ զորությունը չի, իմ շնորհքը չի, այդ անունի զորությունն է, որ մարդը, այդ էլ որպես կնոպկա չի, անգիր անենք լավ, այսօր ժողովուրդ գնանք, այնպես լավ բան եմ սովորել, մի հատ կնոպկա եմ դրել,
Չես բերի։ Հենց որ մի հատ բան ունի, ասեմ Հիսուս։ Մարդը պետք է Հիսուսի հետ լինի, որ այդ կարողանա ասի։ Դրա համար կնոպկա չի Հիսուսի անունը։ Հիսուսի անունով մարդ պետք է Հիսուսի հետ լինի, որ Հիսուսի անունը ազդի։ Գրքի մեջ է դա, չէ՞։ Պողոս ասում է դեր դուս են գանում սկեվա 7 որդի, 7 աղբեր։ Մի դիվարին ասին Հիսուսի անունով սաստում ենք, որին որ Պողոսն է քարոզում։ Ասաց Հիսուսին գիտեմ, Պողոսն է, Հիսուսին ճանաչում Պողոսն է գիտեմ, բայց դուք ով եք։ Ասում հասավ այդ 7-ին այդ մի հոգին դիվարը այնքան ծեծեց, ասում արուն լվա փախան։ Գրածա չէ՞ գործկարարքու մեջ կարդացել եք։ Կնոպկա չի մի փորձեք Տիրոջը։ Բայց եթե Հիսուսի հետ եք իրավունք ունեք Հիսուսի անով պաշտպանվելու։ Տենակ նման բաներ Հիսուսի անով գնա, ես Հիսուսինն եմ, քոնը չեմ դև։ Կամ սատանա։ Մեկին գիշերը խեղդի, մեկին տեսիլ երևա, մյուսին ավտոն շուրջ տա։ Աղոտ կանենք։